Սևան Դիլիջան, Արտենի Արագածավան, Երևան, ձյունը ծածկել է Հայաստանը, ճանապարհների մերկասառույցը անվտանգ երթևեկություն չի խոստանում։ Հայաստանում մեկ օրում տասնյակ վթարներ են եղել, Դավթաշենի կամրջի վրա բախվել են շտապօգնության դիատարն ու Ֆորդը, դիատարը մասամբ փակել է ճանապարհը, բարեբախտաբար տուժածներ չկան։ Մերկասառույցի պատճառով վաղ առավոտյան Volkswagen ID4-ը բախվել է հետիոտնային անցման ցուցանակին, կոտրել այն, որն էլ ընկել է հետիոտնի վրա։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ Սևան-Դիլիջան ճանապարհին մեքենաները մեկը մյուսի հետևից դուրս են գալիս երթևեկելի հատվածից, վարորդներն անզոր են, մեքենաները սահում են նույնիսկ փոքր արագության դեպքում։ Եթե մեքենայում ենք ելնում, առաջարկում ենք, որ խնդրում ենք կամաց հեռախոսով չօգտվեն այս պահերին, մինչև ձմեռը անցնի։ Զգուշ եղեք, կյանք տանկ է։ Խնդիրը միայն ավտոճանապարհները չեն, մայթերով քայլելն անհնար է։ Խաչմերուկները վերածվել են սառցե թակարդների։ Սառույցով պատված անցումները վտանգավոր են հատկապես տարեցների համար։ Քաղաքացիները պատերից բռնվելով են քայլում, շատերը պարզապես վախենում են տնից դուրս գալ։ Ապա վեր ենք գնամ, բան ենք անում, շորտ ենք տալու։ Դիլիջանի ձմեռը դուրս գալիս է, ուղղակի թե ցուրտը չի դուրս գալիս։ Թե չմնացածի հետ խնդիր չունենք։ Ճանապարհները սառած են։ Ճանապարհները սառած են, հայ, անհարթությունը, աստիճանահարթակը առավել եւս այս պահին հարմար չի, հարկադրված են երկար ճանապարհով։ Ճանապարհների եւ մայթերի ոչ լիարժեք մաքրումը այս ձմռան ամենացավոտ թեմաներից մեկն է դարձել։ Սառույցը տեղ-տեղ չի մաշվել, աղ ու ավազը կամ ուշ է ցանվել, կամ ընդհանրապես չի հասել որոշ հատվածներ։ Նա դուք տեսնում եք, մաքրած է այս մայթերը։ Նույնիսկ ճանապարհներ կան, ասենք փողոցներ, նրբանցքներ, որ բացարձակապես մատ կպցրած չի։ Տեսնում եք էլի, հիմա այս մայթերը մի բան շախտված չի, աղբան, չէ որ մեծահասակներ են, քայլում են, գնում են, գալիս են, գնում եմ հաղարծին վանքում աշխատելու, այդ ճանապարհը ահավոր է, որ տուրիստական կենտրոնն է, ինձ թվում է մեր պետությունը տուրիստներից շատ շահույթ ունի, բայց Երանի դու գնաք ու տեսնեք ինչ ճանապարհ է։ Այն օր եմ այնտեղից իջնում, ահավոր ճանապարհ, մերկասառույց, փոսեր, ձյուն շատ ահավոր վիճակ է։ Դիլիջանում աղ ու ավազ դեռ ցանված չէ, բայց թունելի այս կողմում Սևանի ճանապարհին մերկասառույցը փորձում են կոտրել գորշ ավազի միջոցով։ Փրկարար ծառայությունը զգուշացնում է, հանրապետությունում փակ են Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները, Գնդեվազ ջերմուկ ավտոճանապարհը, Վանաձոր Դիլիջան եւ Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Իսկ Սարավան Զանգեր կոչվող հատվածում եւ Ջերմուկ քաղաքում բուք է։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։